պատրաստեն իրանց սիրտը, եթե խոստովանություն են, խոստովանություն թող անցնեն, եւ նրանք ովքեր որ հավատան, հավատքով այս խոստումը նաեւ նրանցն է, նա որ հավատա, պիտի մկրտվի։ Եվ այսօր մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգով լեցվենք, եղբայրներ, քույրեր։ Մեր ներսը պիտի լեցվի Սուրբ Հոգով։ Եթե մենք Սուրբ Հոգով չլեցվենք, մենք Աստծո խոսքը գիտենք, մենք պաշտամունքների կմասնակցենք, բայց Աստծո ուզածը մեր կյանքում չի կատարվի։ Եթե մենք Սուրբ Հոգով չլեցվենք, մենք Աստծո խոսքը կվերցնենք եւ մեր ուզած ժամանակին, մեր ուզած ձևով կօգտագործենք։ Բայց եթե մենք Սուրբ Հոգով լեցվենք, Աստծո Հոգին ինքը իր գործը լավ գիտի, կանի այն, ինչ որ ինքն է ուզում։ Թող փառավորվի Տերը։ Ոչ թե մենք պիտի Աստծո խոսքը ինչպես ուզում օգտագործենք, հապա Աստծո խոսքը ինչպես ինքը ուզում է, մեզ պիտի օգտագործի։ Ամեն։ Ուրեմն մենք այսօր կարիք ունենք, եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգով լեցվելու, եւ ոչ միայն այսօր, ոչ միայն այստեղ։ Այստեղից մենք գնացինք, մենք կարիք ունենք նորից Սուրբ Հոգու ձայնին լսելու եւ լեցվելու Սուրբ Հոգով։ Դուք տեսեք, եթե մի բույս տնկում եք, ինչ ենք անում, ժողովուրդ, ջրում ենք, իսկ եթե չջրենք, ինչ կլինի, հաստատ, այո հաստատ, իսկ եթե ամենաթանկարժեք բույսը տնկենք, ամենաճանաչված բույսը տնկենք, և չջրենք, չմշակենք, չլեցնենք, այսպես ասած, ինչ կլինի այդ բույսը, կչորանա, այո և կչորանա, թե կարողա ծաղկի։ Կողոսացիս 3-րդ գլուխը, ինձ թվում է այս տեղը բոլորս անգիր գիտենք, թեև կարող համարը չի հիշենք, բայց խոսքը կիմանանք։ Կողոսացիս 3-րդ գլուխ, 16-րդ խոսքը գրված է, Քրիստոսին խոսքը ձեր մեջ բնակվի առատապես։ Նորից եմ կարդում, Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի առատապես, ամեն իմաստությունով, իրարու սորվեցնելու ու խրատելու սաղմոսներով և օրհնություններով, հոգևոր երգերով, ձեր սրտերի մեջ շնորհքով Աստված օրհնելու։ Եղբայրներ, քույրեր, ինչպես որ մենք կարդացինք, լսեցինք, գրված է, որ Աստծո խոսքը ձեր մեջ բնակվի առատապես։ Աստծո խոսքը մեր մեջ ապրի առատապես, Աստծո խոսքը մեր մեջ շարժվի առատապես, ոչ թե իմանանք, ապրի մեր ներսը։ Աստծո խոսքը իմանալը և ապրելը սրանք տարբեր բաներ են։ Տիրոջ խոսքը մեզ հորդորում է, որ նա ապրի մեր ներսը առատապես, իսկ եթե Տիրոջ խոսքը մեր մեջ չապրի, եղբայրներ, քույրեր, մենք չենք կարող սիրել, մենք չենք կարող ներել, համաձայն եք, մենք չենք կարող համբերել։ Եթե Աստծո խոսքով մենք չլեցվենք, ինչպես դեմ պիտի դնենք, ոնց եք մտածում։ Այն նեղությունները, այն պրոբլեմները, երբեմն լինում է հիվանդությունները, երբեմն լինում է հոգևոր պատերազմները, մտքի պատերազմները, ինչպես դեմ պիտի դնենք, եղբայրներ, քույրեր, եթե Աստծո խոսքով եւ հոգով ես լեցված չլինեմ, ինչը պիտի դեմ դնի հակառակորդի զորությանը ուժին։ Աստծո հոգին դեմ պիտի դնի, փառավորվի Տերը, եւ այո նա դեմ է դնում, փառք Տիրոջը։ Գրված է, երբ որ թշնամին գա, Աստծո հոգին դրոշակ պիտի վերցնի, նա պիտի կանգնի մեր առաջ, եւ նա պիտի կանգնացնի, եւ փառավորվի Տերը, որ կանգնեցնում է։ Մենք ուղղակի կիմանանք, ուղղակի կլսենք, բայց հաղթություն չենք ունենա, եղբայրներ, քույրեր, եւ միջանկյալ ասեմ, այնպես չի, որ մենք որ հոգով լեցված լինենք, ոչ նեղություն կզգանք, ոչ դժվարություն կզգանք, այդպես չի։ Գրված է սատանան ընկավ, ասում է նրանց հետևից, ովքեր որ Աստծո վկայություններն ունեն եւ Աստծո խոսքը իրանց մեջ տեղ ուներ, ընկավ նրանց հետևից։ Բայց հորդորում եմ,
Նրանք ովքեր որ հոգևոր պատերազմներ ունեն, մտքի պատերազմներ ունեն, թողեք որ Աստծո խոսքը ինքը դեմ դնի։ Թողեք որ Աստծո խոսքը ինքը դեմ դնի։ Մենք մեր մարդկորեն ուժերով, մեր ջանքերով, թեև նաև մեր սրբությունով մենք չենք կարող, եղբայրներ, քույրեր, Տերն է հաղթում եւ Տերն է փառավորվում։ Եվ դուք փորձեք, լեցվեք Սուրբ Հոգով, Աստծո խոսքը երբ որ բարձրանա մեր ներսը, կտեսնեք թե ինչպես է հաղթում, եւ այդ փառքի, զորության, հաղթության պսակները կդնենք Տիրոջ ոտքերի առաջ եւ կասենք դու ես արժանի։ Բոլոր սուրբերը այսպես արեցին։ Եվ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի համար, երբ որ մենք կարդում ենք Դանիելի համար, մենք կարդում ենք իրանք տարբեր մարդիկ էին, ոչ։ Նույն միս ու արունն էին, այդպես չի։ Բայց ինչպես հաղթեցին 11-րդ գլուխը Եբրայեցիների թուղթը գրում է, ինչպես տկարությունից զորացան գրում է, ինչպես առուստների բերանները փակեցին գրում է, ինչպես կրակներ մարեցին գրում է, Աստծո խոսքը նրանց մեջ ապրում էր։ Դրա համար նրանք հաղթեցին, եղբայրներ, քույրեր։ Կողոսացիների 2-րդ գլուխ 6-րդ խոսքը ասում է ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, այնպես քայլեցեք, արմատ կապած, անոր վրա շինված ու հավատքի մեջ հաստատված, ինչպես սորվեցաք եւ անոր մեջ աճեք գոհությունով։ Ես ժամանակը խնայելու համար եղբայրներ, քույրեր, մի քանի տեղեր կարդամ։ Դուք տեսեք Տեր Հիսուսը Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ ինչ է ասում։ Կարդում եմ 14-րդ գլուխ 10 խոսքը։ Չես հավատար, թե ես հորը մեջ եմ ու հայրը իմ մեջս է։ Այն խոսքերը, որոնք ես ձեզի կխոսեմ, ոչ թե ինքն իր մեզ կխոսեմ, հապա հայրը, որի մեջս բնակած է, անիկա կգործե այս գործերը։ Դուք ուշադիր եղեք ինչ է ասում Տեր Հիսուսը։ Եսայա մարգարեն նույնիսկ գրում է Տիրոջ վրայով եւ Տերը կարդաց ասում է Տիրոջ հոգին իմ վրաս է եւ Աստված զիս օծեց եւ ուղարկեց։ Այդպես է թե չէ։ Աստված օծեց եւ ուղարկեց աշխարհ Տեր Հիսուս Քրիստոսը, բայց ասում է ես չեմ գործում, հայրը որ իմ մեջս բնակած է, անիկա կգործե։ Ինչն է։ Ինչն էր, եղբայրներ, քույրեր, ով էր։ Տեր Հիսուս ասում է հայր իմ ներսս բնակած է, ես դրա համար եմ գործում։ Երեսունիններորդ Սաղմոսը 39-րդ Սաղմոսը այսպես է ասում, սիրելիներ, որ չլինի մենք ուղակի գանք գնանք, չլինի, որ մենք այդպես էլ Սուրբ Հոգով չլեցվենք, Սուրբ Հոգով մկրտված եկեղեցուն պատրաստում է Սուրբ Հոգին, հարս եկեղեցուն պատրաստում է Սուրբ Հոգին, եւ եթե մենք Աստծո Հոգով չլեցվենք, մենք կխապնվենք, եղբայրներ, քույրեր, ինչպես Ադամը խապնվեց, Դրախտում, Եդեմում ոչ մի պրոբլեմ չկար, ոչ մի հիվանդություն չկար, ոչ մի հոգս չկար, ոչ մի պրոբլեմ չկար, եղբայրներ, քույրեր, բայց քանի որ կենաց ծառից չեր ուտում եւ Ադամը Եվան չէին լեցվում Աստծո խոսքով, եւ որ մենք Աստծո խոսքով չլեցվենք, ինչով պիտի լեցվենք։ Նայեք ինչ է ասում 39 Սաղմոսը, ասի թե ճամփաներուս զգուշություն ունեմ, որպեսզի լեզվովս մեղ չգործեմ, բերանս սանձով պահեմ, ամբարշտին իմ առջևս եղած ատենը, մունջ եղա լռությունով, աղեկության վրայով ալ լռեցի, ու ցավս շարժեցավ։ Սիրտս բորբոքեցավ իմ ներսիդիս, ջերմությանս մեջ կրակը վառեցավ, այն ատեն լեզվովս ասմա խոսեցա։ Բայց սկզբից ինչ էր ասում, ասմա ասի թե ճամփաներուս զգուշություն ունեմ, լեզուս էլ պահեմ, որ մեղ չգործեմ, բայց ասմա մեկ էլ այդ նեղությունից կրակը վառեց, հիմի էլ չեմ կարում համբերեմ, պիտի խոսամ։
Եղբայրներ, քույրեր, երբեմն մեր մարդկային մտածմունքներն է այսպես, մեր ուզածն է այսպես, բայց ես ասեմ, թեև կարողա լավ բան ենք ուզում, բայց առանց Տեր Հիսուսի չենք կարող։ Չենք կարող, եղբայրներ, քույրեր։ Նույնիսկ այն անձնավորությունը, երբ որ մեծ գումար գծեց գանձանակը, եւ այն մյուս չքավորը, որ ուղակի կարծես թե բան չգծեց, բայց Աստվածում գովեց։ Ամբողջ Լավոդիկեի եկեղեցին խափնված էր, ասում էր ես մեծացա, հարուստ եմ, բայց Տեր ասում է ես ձեր մեջ չեմ։ Ասում է բաց արա սրտի դուռը, որ ես ներս մտնեմ։ Աստված նախ մեր այս բոլոր ծառայություններից առաջ, որ ծառայում ենք եղբայրներ քույրեր, ուզում է որ իմ ներսը բնակվի, ուզում է որ մեր ներսը բնակվի, որ ոչ թե ես գործեմ, հապա հավատքը գործի, որ ոչ թե ես գործեմ, հապա Աստծո խոսքը մեզ գործել տա։ Թող փառավորվի Տիրոջ անունը, որտեվ թե չէ մենք կնմանվենք մի հատ էլ ուրիշ ինչ-որ խմբերի։ Աստծո խոսք խոսացինք, հետո աղոթք արեցինք, երկեցինք, ինչ-ինչ բաներ, բայց մենք պատրաստվում ենք երկինք մտնենք, եղբայրներ քույրեր։ Ես շարունակեմ Աստծո խոսքից Տիմոթեոսին ուղված նամակի մեջ այսպես է գրում երկրորդ թուղթ Տիմոթեոս, երկրորդ գլուխ, հենց սկիզբը կարդում եմ, արդ որդյակներս զորացեք այն շնորհքովը, որ Հիսուս Քրիստոսով է։ Նորից եմ կարդում, արդ որդյակներս զորացիր այն շնորհքովը, որ Հիսուս Քրիստոսով է։ Եվ նաև կարդալու եմ Եփեսացիների 6-րդ գլուխ, նախ 10-րդ խոսքը կարդամ, ալասկետո եղբայրներս զորացեք Տիրոջմով ու անոր զորության կարողությունովը ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողը լաք սատանայի հնարքներուն դեմ դնել։ Ինչպես դեմ դնել։ Արդ զորացեք եւ ձեր վրա ինչ արեք, որ կարողանաք դեմ դնեք։ Կարողանաք դեմ դնեք, եղբայրներ քույրեր։ Եթե մենք չզորանանք, մենք չենք կարող դեմ դնել։ Ես իմ կյանքի մեջ տեսել եմ, երբ որ նեղություն էր, պրոբլեմ էր, ես պատմել եմ, չէ՞, մանավանդ երեխայի հետ կապված։ Երբ որ ինձ սատանան խափում ասում էր, դու կարաս դե հիմա կայնես, ասես Տեր, դե թող քո կամքդ լինի։ Որտեվ երեխեն աշկի դեմը մեռնում է։ Եվ ինձի տանջում էր, ասում էր, դե կարաս, դե դու հավատացյալ ես, դե կարաս կայնես, ասես Տեր, դե թող քո կամքդ լինի, եւ այդքանով չէր բավարարվում։ Ասում էր, այ այնց ասես Տեր, թող քո կամքդ լինի, Տերը վերցնելու է։ Եվ երբեմն եղբայրներ քույրեր շատերին խափում է, բայց Աստված կամք չուներ վերցնելու։ Իսկ եթե չզորանաս, կարող ես դեմ դնել։ Մեր մեջի ապրող խոսքն է դեմ դնում սատանային, փառավորվի Տերը։ Եվ շատերի կյանքի մեջ կա այդպես, չէ՞։ Սատանան մոտիկանում ասում է պիտի մեռնես, էսա մեռնելու ես։ Եվ մի հատ այն սցենար է պատրաստում, որ շտապօգնությունն չի հասցնելու գատանի։ Ես այդպիսիներին ասում եմ, Աստված էլ ոչ հրեշտակ ունի, ոչ ծառաներ ունի, ոչ եղբայրներ ունի, ոչ քույրեր ունի, ոչ մեկ չունի։ Ասում է ես իմ զավակին պիտի ասեմ պատրաստվի, ես քեզ տանում եմ տուն։ Ասում է սատանան, չէ, ես կգնամ կասեմ, հա, ես կգնամ կասեմ։ Աստված էլ զավակներ չունի, որ իր զավակի միջոցով ասի, եղբայրներ քույրեր, միտք առնում եք ինչ եմ ասում։ Աստված ծառաներ չունի, որ իր ծառաների միջոցով ասի, եւ այսպես է ասում Աստված։ Ուրեմն մի հանձնվեք այդ սատանայի ստերին, բայց նաև հորդորում եմ ինձանից սկսած, զորացեք, որ կարողանաք դեմ դնել անոր կրակոտ նետերին։ Զորացեք, որ կարողանաք դեմ դնեք, ոչ թե զորացեք,
բամբասանքներով, դատելով, դնել վերցնելով, ես մի վկայություն ասեմ, ընդհանուր է ասված, այդ վկայությունը դրա համար եմ ասում։ Մի քույրիկ ասում մի անձնավորություն շատ էր ցավացրել, ահավոր ցավացրել էր։ Ասում մի օր հավաքույթի տեղը, ասում մեկը մոտիկացավ։ Ասես Տերը ասում է, դու մեղք ունես, դու շատ ես դնում վերցնում, բայց այդ անձնավորությունը տեղյակ չէր եղել։ Դու շատ ես դնում վերցնում, դու մեղք ունես։ Լսում եք եղբայրներ քույրեր։ Մենք ինչով ենք զորանում, մենք ինչպես ենք զորանում, Աստծո խոսքը մեր մեջ բնակվի։ Սիրելիներ, եթե Աստծո խոսքը մեր մեջ բնակվի, մենք հանձնվենք Աստծո խոսքին, նա մեզի հաղթություն կտա, նա մեզ կառաջնորդի, նա մեզ կլեցնի։ Նորից եմ ասում, այնպես չի որ նեղություն չենք ունենա, բայց գրված է քաջասիրտ եղեք, ես աշխարհին ինչ արեցի, հաղթեցի։ Ես մի հատ էլ իմ համար վկայություն ասեմ։ Այդ նեղությունների մեջ այնքան էր ինձ դեն սատանան, այդ մտքերը, այդ հեսա։ Եվ մի անգամ մի հատ տես տեսիլք եղել իմ վրայով։ Եվ այդպես է կար։ Ասում ես պարկել էի նշան էի բռնել հրացանով։ Ասում ասեցի խփեմ, սատանային խփեմ, կրակեմ, վերջանամ, այ մարդ այս պրոբլեմից վերջանամ։ Պատկերացնում եք ինչքան նեղության մեջ էի։ Նշան էի բռնել, որ խփեի, ասում եմ խփեմ, վերջանամ։ Տեր ասեց, այդ ինչ ես անում։ Դու հանձնվի արի իմ մոտ, արի ապրի իմ մեջ, ես եմ նրան հաղթել, ես եմ նրան հաղթում։ Եվ ինձի բացվեց, եղբայրներ քույրեր, մենք մեր մարդկային ուժերով, ջանքերով, նույնիսկ այո, պիտի լինենք սուրբ, պիտի լինենք Տիրոջ ներկայության մեջ, բայց հաղթող Աստծո խոսքն է, փառավորվի Տերը։ Եվ Եփեսացիների թուղթը շարունակության մեջ, սա էլ ասեմ եւ ավարտում եմ։ Գրված է, նույն 6-րդ գլխից եմ կարդում։ Այսօր համար 13-րդ խոսքից ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ըլլաք չարության օրը դեմ դնել։ Ում դեմ դնել։ Չարության օրը առեք ձեր վրա Աստծո սպառազինությունը, որ կարողանաք չարության օրը դեմ դնել։ Ու ամեն բան լմնցնեն հետո, սա էլ է շատ վտանգավոր։ Ամեն բան լմնցնեն հետո, վերջացնելուց հետո հաստատուն կայնել։ Այսինքն, երբ որ հաղթեցիր, երբ որ գնացիր, աղոթեցիր, բժշկվեց, աղոթեցիր, օրհնվեց, տակարը զորացավ, ընկածը կանգնեց, սրանից հետո էլ մի հատ պետք է հաստատուն կանգնել, որ չլինի, որ ես ինձի վերագրեմ։ Չլինի, որ ես ինձանով հիմա էլ հպարտանամ, շոյվեմ, ասեմ, դե ես անենց մեկն էի, որ Աստված դե ինձ պիտի ուղարկեր։ Սրանից հետո էլ հաստատուն կանգնել է պետք եղբայրներ քույրեր, բայց հաստատուն կայնում ենք, երբ որ Աստծո խոսքը մեր մեջ ապրում է, որովհետև նա մեզ ցույց է տալիս, թե մենք ով ենք, որովհետև նա մեզ ցույց է տալիս, որ բանի մը պետք չենք, եւ նա ցույց է տալիս, որ ոչ մի բարի բան մեր ներսը չի բնակվում։ Եթե մի բարի բան կա, սա Աստծուց է եւ բոլոր փառքերը Տիրոջն է, փառավորվի Տերը։ Սա հաղթություն է։ Հոգով մկրտված եկեղեցի, սա հաղթություն է։ Երբ որ մեր ներսը ապրում է Աստծո խոսքը, ուստի ձեր տեղը կայնեցեք մեջքերնիդ ճշմարտությամբ ամրացնելով ու արդարության զրահ հագնելով ու ոտքերնուդ ամրացրեք խաղաղության ավետարանին պատրաստությունը եւ ամեն բանի վրա հավատքի վահան առեք, որով կարող պիտի լակ չարին բոլոր կրակոտ նետերը մարել եւ փրկության սաղավարտը առեք ու հոգին սուրը, որ Աստծո խոսքն է, աղոթքով ու խնդրվածքով ամենատեն աղոթ քրեք մեծատար հոգիով ու այս բանի վրա հսկեցեք կատարյալ հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Ասում է ինձ համար էլ աղոթք արեք Պողոս առաքյալը։ Եղբայրներ քույրեր, ես խոսքը վերջացրեցի կարդալունը, բայց եթե ուշադիր եք, եթե մենք չլեցվենք Աստծո խոսքով, եւ եթե մի բան էլ ասեմ, եթե դատարկվելու բաներ ունենք,
Էդ էլ դատարկենք, համաձայն եք, որ լեցվի եղբայրներ քույրեր։ Մի անձնավորության հետ Աստծո խոսքից տեղյակ էր, տենց մեր մոտել էր հաճախել, ուրիշ տեղել, եւ հարցնում ասմա, բա որն է լավ, որտեղ գնամ, որն է ճիշտը, ո՞նց եք մտածում, եղբայրներ քույրեր։ Եվ Աստված ինձ իմաստություն տվեց։ Ասի գիտես, կարող է շատ տեղեր գնաս, բայց երկերկոցի մեջ գրված է, որ իմ սիրածս աղավնիս կատարյալս մեկն է։ Մեզ բացված է սա, եղբայրներ քույրեր։ Իմ սիրածս կատարյալս աղավնին հարսը մեկն է, եւ փառք Տիրոջը, որ մենք հարսի մեջ ենք։ Եղբայրներ քույրեր, հիմա մեր սրտերը պատրաստենք աղոթքի։ Եթե նույնիսկ խոստովանություններ կա, եղբայրները այստեղ են, բայց մենք կարիք ունենք Սուրբ Հոգով լեցվելու, որ ոչ թե ուղակի ձայն տվող լինենք, ոչ թե ուղակի քարոզող լինենք, ոչ թե ուղակի երգող լինենք, ոչ թե ուղակի բերանով ասենք սիրենք, հապա երբ որ մեզի կցածրացնեն, երբ որ մեզ կնեղացնեն, երբ որ մեզ կանարգեն, երբ որ սիրենք, այն ատեն մենք հոգով լեցված ենք։ Երբ որ մեզի բանի տեղ չդնեն, երբ որ ընկածին բարձրացնենք, երբ որ թուլացածին զորացնենք, ուրեմն այն ատեն մենք հոգով լեցված ենք։ Երբ որ Աստծո գործը, այսինքն Աստված հավանի այն գործը, որ կատարվեց քո միջոցով, երբ որ Աստված օրհնեց, այն ատեն ուրեմն դու Սուրբ Հոգով լեցված ես այդ գործը արել։ Եվ այդ բոլոր բաներից հետո, բոլոր փառքում տանք Փառավորվի Տերը, եւ ես էլ ասեմ ու ավարտեմ, եւ ես երբ որ այդ դժվարությունով սենց հանձնվա Տիրոջ խոսքին, ասեցի Տեր, թող քո կամքդ լինի, եւ Աստված բժշկել է երեխային, շատերը գիտեն, փառավորվի Տերը, սա մերը չի, Տիրոջն է փառքը, եղբայրներ քույրեր, մենք վայելում ենք, մենք փառավորում ենք եւ հիմա էլ պիտի փառավորենք։ Պատրաստ եք։ Աստված օրհնի, կանգնենք աղոթքի։